Սիրելի խոյեր, բարի արև, այսօր նոյեմբերի 23-ն է, իմ օրացույցով Նեպտունի օրը ձեզ բաժին ընկել Նեպտունը, շատ հետաքրքիր է, որովհետև Նեպտունը բացի նրանից, որ դեկտեմբերի կեսերին ավելի ստույգ դեկտեմբերի 10-ին կդառնա ինքը ուղղընթաց եւ մտնելու է ձեր նշան եւ տարիներ շարունակ ինքը կլինի ձեր նշանում մի մոլորակ, որը դժվար է համենայն դեպս իր ներկայությունը ձեր կյանքում, ինչու որովհետև լրիվ ծայրահեղ նշանի, այսպես ասած, ձկան մոլորակն է ինքը եւ ձեր նշանում դժվար է, այսինքն մինչ գիտեք քայլեր անելը դուք նախոյեք շատ այդպես համապատրաստի շատ արագ կրակի նշան լինելով բռնկվում եք եւ արագ ինչ որ որոշումներ եք կայացնում գործողություններ եւ այլն հիմա դուք կհատնվեք անորոշության մեջ ու չեք հասկանա անեք այդ քայլը չանեք ինչ անեք եւ այլն այնպես որ առաջիկա տարիներին, 26 թվականին ինք արդեն վերջնականապես կմտնի ձեր նշան եւ դուք իհարկե ներկայությունը զգացել եք շատերը 25 թվականին ես հիմա շատ չմանրամասեմ, դա արդեն անհատական առանձին երբ խորհրդատվություն եմ անցկացնում, այդ ժամանակ եմ մանրամասն վերլուծում, հիմա իմաստ չունի, որտեղ ամեն մեկն ունի իր քարտեզը, իսկ ընդհանուր բոլոր դեպքերում դուք զգացել եք եւ հիմա 26 թվականին արդեն ինքը կմտնի իր իրավունքների մեջ, այսպես ասած, եւ շատ խոյերի մոտ ուրեմն ըստ իրենց քարտեզի նայած որ տարին իրենց բաժին կընկնի այդ ժամանակահատվածում ուրեմն կհայտնվեն անորոշության մեջ եւ իրենց բնորոշ այդպես համապատրաստից շատ արագ քայլեր անելու մտածելու որոշումներ կայացնելու ուրեմն այդ պահը կկոտրվի եւ իրենք կտեսնեն որ չեն կարողանում դա անել այդ քայլը չեն անում եւ անորոշության մեջ են գտնվում ու դա կսկսի իրենց ավելի տանջել հա ինչու իրենք չեն կարողանում այդ քայլը անել կամ իրենց կարող են մեղադրել թե ինչու իրենք այդ քայլը չարեցին որտեվ եթե անեին իրավիճակը լրիվ այլ կլիներ այսպեսի հոգեվիճակ է լինում իհարկե տեսեք այս ամեն ինչը ցակեց նրանից որ ձեզ բաժին ընկել Նեպտունը եւ դուք այ երբ որ ինքը կդառնա ուղղընթաց դուք միևնույնն է որքան էլ որ ինքը շատ մոտ է ձեզ սահմանին է գրեթե այնպես որ դուք դա կզգաք միանշանակ այդ հոգեվիճակը դեռևս կզգաք մինչեւ որ ինքը կմտնի ձեր նշան ինչեւ է սիրելի խոյեր նշեմ որ դուք առաջ եք շարժվել շատ ուրախ եմ որ ի վերջո դուք կարողացաք հա այդպես դուրս գալ այդ վիճակից որտեղ անընդհատ նախավերջին նշանը ու դուք կարողացաք միանգամից շարժվել առաջ ես այդ առումով շատ ուրախ եմ ձեզ համար եւ երևի թե շատ հնարավոր Նեպտունը պատճառն է, որովհետև ինչ որ հարցերի պատասխաններ եք փնտրում, պատական ոչինչ չկա։ Ահա, կարևոր որ դուք 10-րդ տեղից արդեն 11-12 մնացեք 10-րդ տեղում, հետո էլ արդեն հայտնվել եք 7-րդ տեղում, շատ լավ է, շնորհավորում եմ իմ սիրելի խոյեր եւ ներկայացնեմ հիմա թե դեկտեմբերին ինչպիսի ասպեկտացիաներ, մոլորակների շարժը, հետընթացություն, ուղղընթացություն եւ այլն եւ այսպես ունենք լիալուսին, նորալուսին կարևոր փաստեր արձանագրենք ուրեմն արևն է փոխում իր նշանը էլի շատ կարևոր որովհետեւ երբ դեկտեմբերի 21-ին ինքը կմտնի այծեղ ջուրի նշան հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա ձմեռային արևադարձը ինչ է ձմեռային արևադարձը ինքն էլ կարող եք բացել ինտերնետում փնտրել կարդալ մանրամասն եւ տեղեկանալ եթե դա ձեզ հետաքրքրում է որպեսզի ես ժամանակ չկորցնեմ Այնուհետև Նեպտունի մասին որ խոսում ենք ինչպես որ ասացի դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը ինքը դառնալ է ուղղընթաց, որովհետև այդպես թափով շարժվում է ձեր նշան։ Վեներան, Մերկուրին, Մարսը նա կփոխեն իրենց նշանները եւ թերևս մի կարևոր իրադարձություն, որ ես ուզում եմ նշել անպայման դա այն է, որ Սև լուսինը կփոխի իր նշանը եւս եւ 9 ամսով կտեղավորվի աղեղնավորի նշանում դեկտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 14-ը Ահա այս ժամանակահատվածում գիտեք բնականաբար սիրելի խոյեր ձեզ համար շատ լավ է որովհետև ինքը մտնում է կրակի նշան դուք եք կրակի նշան այս դեպքում շատ բաներ կարող են հեշտանալ ձեզ համար գիտեք ոմանց մոտ ամուսնության հարցում սիրո հարցում դատական հարցերում ուրեմն եւ
այստեղ կարող են շրջագայությունները շատ լինել, արտերկիր գնաք այնտեղ ընդմիշտ բնակվելու, սովորելու, on-line դասեր կամ դասավանդում եւ այլն, շատ հետաքրքիր իրադարձություններ կկատարվեն խոյերի կյանքում, այդպես հարուստ կլինի, իսկ մինչ դա հիմա ես ուրեմն ներկայացնեմ մյուս մոլորակները, տեսեք, դեկտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 24-ը Վեներան կմտնի աղեղնավորի նշան, բնականաբար ինքը ճիշտ է ֆինանսների տանից է դուրս գալիս, բայց ամեն դեպքում ինքը կարիճների նշանում վտարված է եւ հիմա կմտնի արդեն աղեղնավորի նշան, եւս ինչպես ասացի կրակի նշան է, արևն է այնտեղ գտնվում, Մարսն է այնտեղ գտնվում, դա ձեզ համար լավ է եւ այստեղ ֆինանսական հարցեր կլինեն, հարցեր կքննարկվեն, բոլոր դեպքերում ցանկությունը գնալ այլ մշակույթ, այլ երկիր, ինչ որ նորություններ, շփումներ եւ այլն, այսպիսի փոփոխությունների կարիք կունենան խոյերը եւ իհարկե գիտեք այստեղ հոգեվոր թեմաները եւս կարող են ակտիվանալ ինչեւէ այսպիսի տրամադրություններ կարող են լինել եւ 5-ին տեղի կունենա արդեն լիալուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 3:13:53 արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի ձեր երրորդ տանը երկօրյակի նշանում է լինելու գիտեք այդքան էլ լավ միգուցե հարազատների հետ ինչ որ այստեղ հարաբերությունները կարող են դժվարություններ առաջացնել ոմանց մոտ իրենց բիզնեսի հետ կապված կարող են դժվարություններ առաջացնել բոլոր դեպքերում գիտեք ինչ այստեղ դեկտեմբերին նու իհարկե դա ձեզ պետք է չի ես չեմ ասի դա որ մոլորակն է ինչ եւ այլն ձեզ ուղղակի ասեմ արդյունքը որ այստեղ կարող է լինել փոփոխություն դեկտեմբեր ամսին ձեր հարազատների հետ, ընկերների հետ գիտեք այդ ժամանակահատվածը կարող է ձեզ մոտ 180 աստիճանով փոխվել ամեն ինչ, ձեր հոգեվիճակը, մտածողությունը, տրանսֆորմացիա կկատարվի անպայման եւ նաեւ կարող են լինել կորուստներ, ինչ որ բան կարող է ձեր կյանքից գնալ իհարկե ցանկալի որ վատը գնա ավելորդ բաներից վատ հիշողություններից եթե իրեր ունեք կամ թեկուզ շորեր, հա, ցանկացած իր, այսպես ասենք, հուշանվերի տեսքով, շորերի տեսքով, եթե այդպիսի բաներ ունեք, փորձեք ազատվել դեկտեմբեր ամսին, ամսի 6-ից մինչև 18-19, այդ ժամանակահատվածում անպայման սա կոնկրետ խոյերի համար եմ ասում, եւ ասցենդենտով խոյերի իհարկե արդեն գիտեք առաջին լսում ենք ասցենդենտով ուրեմն խոյերը, հետո արևի նշանով խոյերը, այդ երկուսը միացնում եք, որպեսզի լինի այդպես ամբողջական ամփոփ ուրեմն տվյալ ամսվա, այսինքն այս դեպքում դեկտեմբեր ամսվա համար կանխատեսումը ուրեմն այդ ամենից ազատվում եք եւ ուշադիր եք լինում ֆինանսների հարցում, այստեղ կարող են ֆինանսներ ինչ որ մի բանի համար ծախսեք, չգիտեմ առևտրում կամ ինչ որ բան եք ձեռք բերում, ինչ որ իր եք առնում տուն կամ ուղակի իրեր տեխնիկա եւ այլն, այդպիսի գնումներ եւս հնարավոր է որ անեն եւ այստեղ գումարներ ուրեմն կորցնեք, ու ասենք ծախսեք ավելի ճիշտ եւ հնարավոր է ուշադիր եղեք, որպեսզի անիմաստ գումարներ դուք չծախսեք։ Այսպիսի իրավիճակ է ձեզ մոտ եւ ինչպես ամենակարևորը, որ ուզում եմ նշել հարազատների, բարեկամների, ընկերների հետ շատ բան 180 աստիճանով հարաբերություններ կարող են փոխվել, այնպես որ սա վերջին շտրիխներն է, սա արվում է եւ ձեզ պատրաստում է, գիտեք, փորձել մոտենալ հոգեվորին, այսպիսի տրամադրություն է ստեղծում արդեն իհարկե ասցենդենտով խոյերը եւ խոյերը դա ավելի լավ կիմանան դրա միջով արդեն իրենք զգացել են շատեր անցել են եւ այնպես որ սպասեք դեկտեմբերին եւ կխնդրեի որպեսզի անպայման
դեկտեմբերի վերջին արդեն երրորդ դեկադայում, երրորդ տասնօրյակում արդեն հնարավոր է լինեն այդ իրադարձությունները կատարվեն եւ դրա մասին անպայման գրեք, արդյոք դա ձեր կյանքում կատարվեց, ինչ կորավ, ինչ գնաց ձեր կյանքից, ֆինանսականներ, թե պարզապես հարաբերություններ ընկերների, բարեկամների հետ։ Ահա տեսնում եք որքան շատ եմ մանրամասնում ձեզ համար սիրելի խոյր, չնայած որ դուք գտնվում եք 7-րդ տեղում։ Այսպես 12-ին դեկտեմբերի եւ ավարտեմ միտքս եւ այս լիալուսինը իհարկե դեկտեմբերի 5-ին որ լինի հնարավոր որ մինչև դեկտեմբերի 5-ը այդ իրադարձությունները կատարվեն եւ հետո արդեն ձեզ մոտ գնա այդ մանրամասնելու, վերլուծելու թեման։ Այ հիմա կարող է գնալ, որտեվ հիմա հենց Մերկուրին հետ ընթաց է։ Այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր ընկերների, հարազատների այդտեղ հարաբերությունները ինչպես են լինում եւ այլն, ինչ որ լինի, ես կարծում եմ ինչ էլ որ լինի, համարենք որ բարին դա է եւ փորձենք հասկանալ ինչու այդպես վերլուծենք, այնպես որ մի նեղվեք, ամեն ինչ լավ կլինի։ Այ այս այն պահն է, որ հենց սկզբից ձեզ զգուշացրեցի, որ այն ինչ որ դուք հակված եք շատ արագ վերլուծելու անելու, հանկարծ հիմա ուրեմն անորոշության մեջ եք հայտնվում ու դուք դա պիտի վերլուծեք, ինչի էսպես եղավ, ինչի հարաբերություն էսպես, այնպես եւ այլն, այդ հոգեվիճակում դուք գտնվելու եք։ Այնուհետև 10-ին նույնից անդրադառնում ենք, թերևս ես նշել եմ, բայց մեկ անգամ եւս նշեմ, դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը Նեպտունը դառնում է ուղղընթաց եւ ուրեմն մտնում է ձեր նշան եւ այնտեղ երկար մնալու է, ես արդեն մանրամասնել եմ, շարունակեմ 12-ին ուրեմն Մերկուրին եւս մտնում է աղեղնավորի նշան, սա երեքը ձեզ համար շատ լավ է, մինչև հունվարի 2-ը 2026 թվականի մնալու է աղեղնավորի նշանում, սա ձեզ նոր լիցք է տալիս, նոր ուժ է տալիս, որպեսզի թե հանդիպումները, թե պայմանավորվածությունները, թե գործողությունները եւ այլն, այդ ամեն ինչը շատ մեծ այդպես ակտիվությամբ դուք դա իրականացնեք։ Եվ իհարկե 3 օր հետո արդեն Մարսը, որ գտնում է աղեղնավորի նշանում, ինքը արդեն դուրս կգա եւ կտեղավորվի այծեղջյուրի նշանը մինչև 26 թվականի հունվարի 23-ը։ Ինքը գիտեք համարվում է էկզալտացիան բարձրակետում Մարսը, գիտեք դա ուրեմն այ մտածմունքները, հանդիպումները, քննարկումները, այդ ապրումները, այդ ամեն ինչը ձեզ իհարկե կապված է նաև ձեր ապագայի հետ, ինչպես է լինելու, ինչ եք անելու, այսպիսի հարցեր եւս կթակեն ձեր դուռը, ձեզ հյուր կգան, այդ հարցերը կնստեն ձեր առջև ու կասեն դե լուծի։ Հիմա այ այսպիսի բաներ սիրելի խոյեր եւ 20-ին 20-ին մենք ունենք նորալուսին Հայաստանի ժամանակով 5:43 արևելուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում, տեսաբար լավ է, ինչ խոսք, մանավանդ եթե ուրեմն ասցենդենտի նշանով եք խոյի նշանում, ասցենդենտի նշանով խոյ եք եւ այդտեղ ունեք մոլորակներ, կամ արևի նշանով եք խոյ եւ այդտեղ ունեք շատ մոլորակներ, ուրեմն շատ ավելի լավ է այս դեպքում, որովհետեւ բոլորը հավաքվում են այդտեղ, տեսնում եք նորալուսինը այդտեղ է լինում եւ նոր սկիզբ է դրում, ձեզ համար համենայն դեպս լավ է, այնպես որ մի տխրեք, դժվարություններ անցան, խորը ծանր ապրումները անցան եւ արժևում ձեզ համար շատ ավելի հեշտ է լինելու, իհարկե Նեպտունի տարբերակը չենք մոռանում, այդպես եւ հենց նորալուսնի օրը սև լուսինն է փոխում իր նշանը եւ 9 ամիս, ինչպես որ ասացի, կտեղավորվի աղեղնավորի նշանում, այսինքն դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը։ Ես մանրամասն վերլուծել եմ հիմա շատ ավելի կոնկրետ ուրեմն ասված է, վերլուծված է, այնպես որ անցնենք առաջ։ Ամենայն դեպս ասեմ, որ դա լավ է, գիտեք, լավ է հարաբերականորեն, որովհետև դուք նույն հաջողությամբ կարող եք ձկան նշանում, սիրելի խոյեր, ձկան նշանում մոլորակ ունենալ, երկվորյակի նշանում մոլորակ ունենալ եւ տեսեք կույսի նշանում, հա, ասենք դուք խոյ եք, բայց այդտեղ ունեք մոլորակներ եւ այս դեպքում կլինեն ժամանակներ, որ ձեզ համար դժվար կլինի, այնպես որ եկեք այստեղ թյուրիմացություն չլինի, դրա համար եմ ասում, որ ասել, որ դա մտնում է եւ
շատ լավ է լինել, ընդհանուր լավ է լինելու ինքը բնականաբար, որտեվ կրակի նշան է, բայց այստեղ արդեն առաջ է գալիս ձեր անձնական քարտեզը անհատական, որ եթե դուք ձեր անձնական քարտեզում ունեք, ասենք կոնկրետ այդ նշաններում ես արդեն նշեցի եւ կոնկրետ գրադուսներում, աստիճաններում ունեք դուք մոլորակներ, արդեն կոնկրետ ժամանակահատվածում էլ կկատարվեն ոչ այդքան լավ իրադարձություններ, այնպես որ թյուրիմացություն չլինի, որ ասեք Աննան ասել ամեն ինչ օքեյ է ու հանկարծ շատ լավ է, բան չի այսպիսի բաներ լինում, ես դա համար մանրամասնում եմ։ Սա էլ այսպես բոլոր դեպքերում տեսնում եք անձնական քարտեզն է կարևորվում, սա ուղղակի ընդհանուր։ Եվ հաջորդ իսկ օրը 21-ին ուրեմն 25 թվականի արև ասացի կմտնի այդ եղջյուրի նշան, դուրս է գալիս ինքը ձեր 9-րդ տանից եւ տեղավորվում է ձեր կարիերայի տանը, այստեղ փորձի ինչ որ հարցեր կարգավորել, իհարկե տեսնում եք 15-ին Մարսն է այնտեղ մտնում, ուրեմն կատարվում է 20-ին Սև լուսինն է փոխում նշանը եւ այստեղ արևն էլ արդեն դուրս է գալիս, մտնում է ձեր կարիերայի տունը, այնպես որ եւ Մարսը եւ արևը արդեն կգտնվեն եւ այդտեղ դուք բավականին եւս ակտիվ կլինեք, ձեր կփորձեք ապագայի հետ կապված ձեր նպատակները իրականացնել, լծվում եք ինչ որ կարևոր գործի, հա, ձեր նպատակներին հասնելու համար։ Այսքանը իմ սիրելի խոյեր, ես կարծում եմ մանրամասնեցի, փորձեցի ձեզ օգնել, որքան որ դա հնարավոր է, որովհետեւ հասկանում եք, որ միայն ձեր անձնական քարտեզը կարող է ուրեմն ձեր բոլոր հարցերի պատասխանը տալ, որովհետեւ եթե այդտեղ դուք մոլորակներ ունեք, գոնե գիտեք ձեր քարտեզը, թե ձեր իսկ դա պարտավոր եք իմանալու, հա, թե որ մոլորակը որ նշանում է գտնվում, որքան էլ որ չեք հասկանում, գոնե դա պիտի իմանաք, ու եթե դուք գիտեք, որ արդեն այդտեղ կա, ասենք ձկան, կույսի եւ երկորյակի նշանում դուք ունեք մոլորակներ ինչ որ աստիճանում, ու կանգնում եք հետո ամիսների ընթացքում խնդրի առաջ եք կանգնում, այդ ժամանակ նոր կոնկրետ կարող եք ասենք դիմել խորհրդակցության, որտեղ ձեր անձնական քարտեզն է եւ հասկանալ թե ինչու եք դուք այդ վիճակում, ինչ է կատարվում, որտեղ դա միանշանակ ինչ է ձեր հետաքրքրությունը մեծացել եւ դուք 12-րդ տեղից շարժվել եք 7-րդ տեղ, այ հենց դա է որ հայտնվելու եք դեռևս ես կարծում եմ դուք շարժվեք առաջ, որովհետեւ 26 թվականին միանշանակ այդ անորոշությունը, որ ձեզ բնորոշ չէ, որ չեք կարողանա միանգամից շատ արագ քայլանել, այ դա ձեզ կկաշկանդի եւ այդ անորոշությունից անպայման դուք կփորձեք ելքեր։ Այդ դա է պատճառը եւ ուրեմն միայն այտենց կարևոր ժամանակ, երբ դուք անորոշության մեջ եք, այդ ժամանակ կարող եք դիմել խորհրդակցության համար, ոչ թե ամեն անպատեժ ժամանակ ուղղակի դիմել։ Եվ հիմա ես ձեզ ներկայացնեմ այն դժվարին ուրեմն օրերը կարելի է հաղթահարել, դες համար տեսեք, եթե նորից եմ նշում, դուք այդտեղ ունեք ձկան կույսի, նորից եմ ասում երկորյակի, եթե այդ նշաններում ունեք, այդտեղ դուք մասնավորապես դժվարություն կզգաք, տեսեք ունեք, ուրեմն սա վերաբերում է ձեզ 1-ին պլյուս-մինուս 2-3 օր, դեկտեմբերի 1-ին, դեկտեմբերի 8-ին եւ դեկտեմբերի 18-ին պլյուս-մինուս 2-3 օր, ուրեմն ձեզ համար դժվար կլինի, եթե դուք այդտեղ ունեք մոլորակներ, միանշանակ պետք է լինեք զգույշ, պետք է լինեք զգոն եւ այդպես չեմ կարող ասել ինչ քայլեր չանել, բայց ամեն դեպքում եղեք զգոն, որտեղ ես չգիտեմ ձեր քարտեզը, ես չգիտեմ ձեր, ասենք, միգուցե արևի նշանով խոյեք ձեր ասցենդենտի նշանը լրիվ այլ է, կամ դուք ձեր ասցենդենտի նշանը խոյեք, բայց արևը ցանկացած նշան կարող է լինել, դրա համար այս առումով դժվար է ավելին ասել։ Այսքանը սիրելի խոյեր, անպայման գրեք, կիսվեք, ես փորձում եմ ձեզ օգնել, որպեսզի դուք շարժվեք առաջ եւ կարողանաք շատ հարցերի պատասխաններ գտնել, որովհետեւ այդպես աստիճանաբար արդեն սառույցը կոտրվեց եւ դուք շարժվում եք առաջ, այսպես ասեմ, լավ եղեք ու անպայման գրեք ձեր տպավորությունների մասին, ինչպես եղավ, օգնեց խորհուրդները, հետևեցիք, իսկապես դա կատարվեց ձեզ մոտ եւ այլն, այնպես որ ես բոլորին նկարդում եմ, եթե հնարավոր է պատասխանել, պատասխանում եմ, եթե չեմ պատասխանում, նշանակում է հարցը ճիշտ չի շարադրված, այդպես, եթե չեմ պատասխանում, ինչ որ մի բան սխալ է, ես չեմ կարող մանրամասնել ինչն է սխալ, ես ժամանակ չունեմ ուղղակի։ Այսքանը լավ եղեք, մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ